Եվ վերջի հարցը, եթե առաջիկա կիրակի օրը լինեն խորհրդարանական ընտրություններ, որ կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք։ 11.5% նշել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, այստեղ մի փոքր նվազում ունենք, կարծեմ 0.3%, եթե ճիշտ եմ հիշում։ Հայաստան դաշինք Ռոբերտ Քոչարյան 8%, դեռ բավականին մեծ աճ է գրանցվել, մոտ 2 կամ 3% աճ է գրանցվել։ Պատիվ ունեմ դաշիկ Հայաստանի Հանրապետական կուսակցություն 3.7%, Բարգավաճ Հայաստան կուսակցություն 3.2%, Դոգ Վարդան Ղուկասյան 2.9%, եթե նկատել եք, այս վերջի փուլերի, երկու փուլի ժամանակ բավականին մեծ նվազում է գրանցվել։ Հայ Հեղափոխական դաշնակցություն 2.2%, Հանրապետություն կուսակցություն 1.9%, Հայաստանի Շնորհապետական կուսակցություն, սա առաջին անգամ մեր մոտ դուրս եկել, 1.5% եւ բավականին բարձր ցուցանիշ է առաջին անգամ իրագործել։ Ապելու երկիր կուսակցություն 0.9%, Լուսավոր Հայաստան կուսակցություն 0.8%, Հայ ազգային կոնգրես կուսակցություն 0.7%, Ազգային ժողովրդական բևեռ 0.5% եւ Քրիստոնյա ժողովրդական կուսակցություն Լևոն Շիրինյանը 0.3%։ Չեմ մասնակցի ընտրություններին նշել է 23.7%, այլ տարբերակներ շատ 1 կամ 2 անգամ նշել են 3.1%, ոչ մեկին նշել է 5.5%, կփչացնեմ քվեարկի թերթիկը նշել է 4.5%, հրաժարվում է պատասխանել 6.4% եւ դժվարացել է պատասխանը 18.5%։ Ну, այսքանն էր մեր տվյալները, շնորհակալություն ուշադրության համար, եթե հարցեր կան, ես կփորձեմ պատասխանել։ Սլայդի հետ կապված, փաստորեն, եթե վերցնենք չեմ մասնակցի, այլ ոչ մեկին փչացնել հրաժարվում պատասխանել, այդ փունջը գերակշռում է, հա, Ну, այո, եթե նայում եք, մոտ 35%։ Նայեք, իդեպ ասեմ, եթե միտումների մասին խոսենք, մենք տեսնում ենք, որ այդ ցուցանիշները, որ չեն մասնակցելու կամ դժվարանում են պատասխան, շատ չնչին, բայց միտում ունեն քչանալու, որովհետև ինչքան մոտիկանում են ընտրությունները, այնքան մեր քաղաքացիները փորձում են հասկանան եւ ասենք նաեւ քաղաքական կուսակցություններն են ակտիվանում այդ առումով եւ որոշակի փոփոխություններ այդ առումով կա, բայց առավել մեծ փոփոխություն մենք այստեղ կտնենք ընտրություններից 2-3 ամիս առաջ, երբ որ արդեն կձևավորվեն նոր դաշինքներ, միգուցե նոր կուսակցություններ իհայտ գան, ովքեր մասնակցելու են իրենց ծրագրերը կներկայացնեն եւ մեր քաղաքացիները կամ կկողմնորոշվեն կամ նորից կմնան առանց իրենց համար հարիր ընտրության։ Այս պահին ոչ հետաքրքրություն, հա, ընտրությունների եւ այն Ոչ թե հետաքրքրություն չկա, այլ չեն տեսնում այն ուժը, այն կուսակցությունը, գաղափարները իրենց համար հարազատել։ Ավելի շուտ ես այդ ձեռքը ձեռնակերպել։ Հարցման խորագրի կապված քաղաքապարը, վերջին իրողություններից ազդված եք, դրել եք ազդված ինչ նկատի ունեք։ Ինչն աստիճան որ այդ վերնագրովին է հարցում։ Դե միշտ գիտեք, ես մեր հարցումները ինչ որ հավանումներ տալիս եմ եւ վերջի օրերի աղմկահարույց այդ խնդիրը որ եղավ, ես դրեցի քաղաքապարն ազդվածը չեմ, բայց գնահատում եմ շատ վատ եւ վիճադեպն եմ գնահատում շատ վատ եւ արձագանքն եմ գնահատում շատ վատ իշխանությունների կողմից։ Այդ մասով հարցում չեմ, այդ մասով հարցում ճիշտ ասած հարցեր չենք տեղը։ Նախ երբ որ մենք այս հետազոտությունը սկսել ենք այդ ժամանակահատվածում այդ միջադեպը եղել, իդեպ, հետո մենք չենք ուզենա ավելացնել այդ հարցը, բայց ընդհանրապես ոնց լինի վերաբերմունքը, ասենք ես չեմ կարծում որ մարդիկ կլինեն, ովքեր դրական գնահատեն այդ միջադեպը։ Հետո հարց տալ հարցը համար